Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն մեզ մոտ են ներկայացել իրական մարմնի ներկայացրել են քննչական կոմիտեի քննիչի որոշում, որի համաձայն պետք է թիվ քրեական, այսինքն քրեական վարույթով Միքայել Սրբազանին ձերբակալեն կալանավորման ներկայացնելու նպատակով։ Այս քրեական գործը ըստ նյութի հարուցվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա այս թվականի հունիսի 17-ին մեջը առիթը նշված է 2024 թվականի փետրվարի 3-ին երեկին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերին։ Իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչելու առաջ, 1 տարի մի քանի ամիս առաջ։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է կատարվում։ Հիմա ընթացած կարգը այսպես է լինելու, Միքայել Սրբազանը երբ որ ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան կալանքի հարցը լուծելու համար, եւ արդեն դատարանում տակնվելու է, դատարանը որոշի կալանավորելու թե ոչ։ Մեր գնահատմամբ սա ակնհայտ ապօրինի հետապնդում է, քրեական հետապնդում է, բայց հաշվի առնելով վերջի զարգացումները, բնականաբար այսպես իրան անդուր չենք նայում։ Ուզում եմ տեղեկացնել, որ Միքայել Սրբազանի համար փաստաբանական խումբ է ձևավորված, ամեն ինչ կանենք Միքայել Սրբազանի պաշտպանությունը իրականացնելու, իհարկե ձեր աղոթքների և ձեր աջակցության այսքան։ Ոնց տանում են։ Եթե տանել են, մեզ բոլորից ծով տանել։ Որտեղ Միքայել Սրբազան մի գնացեք, Բոլորից զորով փորձեն տանել։ Սրբազան դուք մի գնացեք, թող փորձեն բոլորս գերին։ Սաղասեր կոչը անում ենք ինձ հիմա։ Բոլորս գերին։ Գնանք ժողով անենք, մեր ժողով անենք, հարցեր ունենք քննարկելու, քննարկենք, որոշում ենք տալ։